Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստան ու Արցախյան մարտահրավերը, թիդարգում եւ գոչ, Արմենակ Աբրահամյան։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 38-րդ նիստը ամսվան ամփոփումով։ Մոնզուրի աղբյուրները Արևմտյան Հայաստանի թարավոր խորհրդավոր հուշագոտողը։ Վանալիչ, Արևմտյան Հայաստանի մեջ հայտնաբերված է աշխարհի ամենահին քանդակված մարդկային թեմքը։ Բաքվի վերաբնակեցման քաղաքականությունը միջազգային իրավունքի խախտում։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը իր հայրենի հողին եւ հոգեվոր ժառանգության անկախտելի է։ Արցախի ժողովուրդը ներկայացվածության գարիքն ունի։ Լուիս Մորենո Օգամբո։ Վերջին հանրային ելույթներուն մեջ վերապերմունք կարտահայտվի թե գուսակցական դիրքի, թե ազգային պատասխանատվության մասին։ Ոմանք իրենց անձնական համոզումը ունին, սակայն երբ խոսքը կվերապերի գուսակցության, անհատական կարծիքը կնկատվի երկրորդական։ Այս տրամաբանությունը արգա է նաև մեր քաղաքական խոսակցություններուն մեջ, երբ հարցը կվերապերի հայրենական բարդքի եւ վերջին ճակատներուն ընդունելի քայլերուն։ Առաքելությունը Արցախի մեջ բարձ է, ազատագրել եւ պաշտպանել տարածքները, ապահովել հայրու անվտանգությունը եւ աբական։ Մենք ունենք հիշողություններ, Կիլիգյան եւ այլ ճակատագրերեն, երբ հիվանդագիտական կամ ռազմաքաղաքական խաղեր ներգրավեցին մեր շահը։ Այդ փորձը մեզ կստիպե զգոնը լալ պետականություններու եւ դաշնակիցներու մոտեցումներուն հանդեպ։ Ֆրանսիայի եւ ուրիշ երկիրներու օրինակը ցույց տված է, թե ինչով կրնան ավարտել երաշխիքներն ու օգտագործումը չնկատվող հետևանքներով։ Այսօրվան մարտահրավերը այն է, որ Արցախյան եւ Արևմտյան Հայաստանի հայության հարցերը պետք է դիտվին ոչ միայն քաղաքականությամբ, այլ իրավական եւ մաքուր հանրային խոսքով։ Միջազգային դատարաններու որոշումները, մանավանդ այն բարականերուն, երբ անոնք ընդունվին Արցախի օգտին, պետք է օգտագործվին մեր պաշտպանության համար։ Պետք է արձագանքել եւ պատասխանատվությամբ վերապերել այն քայլերուն, որոնց նպատակը մեր ժողովրդի շահը երաշխավորելն է։ Հանրապետության իշխանություններու դիրքորոշման հարցին մեջ պետք է ըլլալ խիստ եւ բանջկոտ։ Եթե գոյություն ունին իրավական եւ քաղաքական քայլեր, որոնք կրնան խանգարել մեր շահին, պետք է անոնց մասին բարձրացնել եւ բանջել բաց եւ թափանցիկ քննարկում։ Անբաժանելիությունը եւ ջարդարախոսությունը կվնասեն միայն մեզ։ Այսօր, երբ մեր քննարկումները հաջող նույն ժամանակի մեջ կխճճվին, անհրաժեշտ է բարձել փաստերը եւ գետրոնանալ երկու ուղղության վրա, իրավական գործողությունները եւ ազգային միասնություն։ Ազատենք կեղծիքներեն, զորացնենք իրավական դիրքերը եւ գարչենք մեր ազգային հիշողության ի նպաստ Արցախի եւ Արևմտյան Հայաստանի աբակայի։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի հերթական նիստը բացավ խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյան։ Նիստի ընթացքին անդրադարձավ ազգային ժողովի ընթացիկ քննարկումներուն եւ սեպտեմբեր ամսվան աշխատանքներուն, որոնք ամփոփվեցան որպես ամսվան եզրափակիչ հաշվետվություն։ Նիստի ընթացքին քննարկվեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Արևելյան Հայաստանի ազգային ժողովի համագործակցության ընթացքը, ինչպես նաեւ հայերու բնիկության ճանաչման նախագիծը եւ անոր առնչված հուշագրի քննարկման երրորդ շրջան։ Քննարկումներուն արդյունքով հստակացան նախնական դիրքորոշումներու եւ մոտեցումներու հիմնական գիծերը։ Նիստի մշակութային պաշտին մեջ ելույթ ունեցան Արևմտյան Հայաստանի, մասնավորապես Դերսիմի մեր հայրենագիցները, որոնք ներկայացուցին Վանալիջին վերաբերող արժեքավոր տեղեկություններ։ Այդ տեղեկությունները իբրև մեր ժողովրդի պատմական եւ մշակութային ժառանգության մաս դարձան նիստի հետաքրքրական եւ խորհրդանշական ավարտ։ Արևմտյան Հայաստանի Դերսիմի օվաճիկ շրջանի մեջ գոյություն ունի վայրը, ուր բնությունն ու հավատքը միահյուսված են թարերու խորքեն եկող սրբությամբ։ Այդ վայրն է Մոնզուրի աղբյուրները արևիական հավատքի սրբազան կետրոնը, որ կապված է հայոց հին աստվածուհի Անահիտի պաշտամունքին։ Դեղական ավանդության համաձայն հոն պխած է Անահիտի գրծքի գաթը գոչվող սրբազան ջուրը, որ սնուցած է հին թարերու հոգևոր աշխարհը եւ մինչեւ այսօր գոհոսի թարերու մեջ են հայ ժողովրդին բես անսպար եւ անմար։ Աղբյուրի ցակման մասին կպատմվի հին ավանդությունը։ Դերսիմեն աղամը ուխտակնացության գերտա, ուխտի ընթացքին անգը պապակի ալյուրե պատրաստված հալվա համտեսել։ Անոր հովիվը, Մոնզուրը գսկա դիրոջ ցանկությունը։ Վերադառնալով գյուղ, ան աղայի գնոջը կհայտնե, թե իր ամուսինը հալվա գուզե։ Գինը գարձելով, թե Մոնզուրը կպապակի հալվա, անցամբ կպատրաստե զայն։ Բայց Մոնզուրը հալվան տեր չսարած կդանի զայն իր աղային։ Երբ աղան կվերադառնա ուխտեն, գյուղը զին կդիմավորե։ Այդ պահուն Մոնզուրը կվերադառնա ոչխար գտել աղան մատնացույց կնեզինք եւ գսե ոչ թե իմ, այլ Մոնզուրի ցերկերը պիտի համբուրվին։ Ժողովուրդը գվազե թեպի Մոնզուրը, իսկ ան վախծած կփախչի։ Այդ բահուն անոր ցերկին մեջ եղած գատը կտապի կեդին եւ անգե կսկսի փխիլ սրբազան ջուրը։ Այդ օրենի վեր Մոնզուրը կդառնա խորհրդավոր արարած, միախառնված բնության եւ հավատքի հետ։
Այս լեգենդը, որ այսօր կհամարվի արևիներու հավատքի մաս, իր արմատներով խորապես կապված է հայոց հին ծիծապանության։ Մունզուրի աղբյուրները ոչ միայն չուրի, այլ նաև հիշողության հոսք են Անահիտի Բաշտամունքի խորհրդանիշը, ուր տարերու խորքեն մեզի կհասնի հայ ժողովրդի հոգևոր ժառանգության շունչը։ Արևմտյան Հայաստանի այս սրբազան աղբյուրը, ինչպես կսեն դեղացիները, ծնած է թարերեն եւ պիտի շարունակվի հոսիլ թարերու միջով արևի լույսին պես հավերժ։ Նյութը փոխանցած է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Վարդան Զարենիգյան։ Վանա լիճը հրապխային պատնեշային լիճ մնե, որ կազմված է Նեմրութ լերան ժայթման հետևանքով։ Նեմրութը կգտնվի Բիթլիսի նահանգի սահմաններուն մեջ։ Ան ջրային էկոհամագարկ մնե, որ կդարբերի ծովային էկոհամագարքերեն։ Անոր ջուրերը աղով եւ սոդայով հարուստ են։ Այդ իսկ պատճառով լիճը երբեք չի սարիր։ Լիճի ջրի մագարտակը կբարձրանա կամ կնվազի գախյալ կլիմայական պայմաններեն։ Վանա լիճը աշխարհի ամենամեծ սոդայի լիճն է եւ Արևմտյան Հայաստանի ամենամեծ լիճը։ Ան կգտնվի Արևելյան Դավրոսի եւ Ալատաղ լերներու միջև։ Լիճեն արևմուտք եւ հյուսիս-արևմուտք կգտնվին քանի մահանգած հրապուխներ, ինչպես Սիպան եւ Նեմրութ լերները։ Մոտավորապես 200,000 տարի առաջ Սարած դարաշրջանի գիսուն Նեմրութի ժայթքումը առաջացուցած է ավելի քան 60 կիլոմետր երկարություն ունեցող լավայի հոսք, որ փակած է Վանի եւ Մուշի ավազներուն միջև ջրային հոսքը ստեղծելով լիճը։ Ժամանակակից հետազոտությունները կմատնանշեն, որ արևելյան Դավրոսի լերներուն էրոզիան կրնա հանգեցնել Վանի լիճի ջուրերուն թեպի դիկրիս քեթ հոսելու, գրջատվելու կամ նույնիսկ անհետանալու։ Ուրարտական թագավորության մայրաքաղաքը հիմնադրված է լիճի արևելյան ափերուն։ Վանա լիճի ափերուն եւ անոր բազմաթիվ գղզիներուն վրա պահպանված են հայկական եկեղեցիներու եւ վանքերու ավերակներ։ Ախտամար գղզիի վրա գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին ամենալավ պահպանվածն է։ Եկեղեցու արտաքին բادرուն բարձականտակները կպատկերեն Աստվածաշունչի պատմություններ։ Արևմտյան Հայաստանի հարավ-արևելքին գտնվող Կարահան թեպե հնավայրին մեջ հայտնաբերված է մարդկային թեմքի ամենահին քանդակված պատկերը աշխարհի մեջ։ Քարը պատրաստված է մոնոլիթ սյունի վրա եւ կնկատվի մոտավորապես 12,000 տարվան հնություն ունեցող արվեստի նմուշը, որ կփոխե պատկերացումները, թե երբ ձևավորված է մարդկային թիմանկարչությունը։ Կարահան թեպեն կհամարվի համաշխարհային մշակույթի օրաններեն մեկը, սակայն գիտնականներու կարծիքով ան կդարբերի իր ավելի բարդ ճարտարապետությամբ եւ հնագույն հասարակության կառուցվածքներով վկայություններով։ Դարածքը, ուր բնակած են որսորդներ եւ հավաքողներ, զարդարված է մեծածավալ քարե սյուներով եւ քանդակներով։ Գիտնականները երկար տարիներ չէին գրնար բացատրել այդ սյուներու նշանակությունը։ Նոր կդածոն կվկայե, որ անոնք ունեցած են խորհրդանշական իմաստ։ Մարդու թեմքի պատկերով սյունը ըստ հետազոտողներու մարդկության առաջին փորձն է ինքն իրեն արդացոլելու քարին վրա, այսպես սկիզբ տալով թիմանկարչության արվեստին։ Այս հայտնագործությունը անգամը եւս կհաստատե, թե Արևմտյան Հայաստանը եղած է մարդկային քաղաքակրթության օրան եւ արվեստի ծննդավայրը։ Բաքուն կշարունակե վերաբնակեցնել բնակրաված հայկական բնակավայրերը ադրբեջանցիներ դեղափոխելով այնտեղ։ Միջազգային իրավունքի տեսանկյունեն այս գործելակերպը կդիտվի իբր բնակչության փոխարինում եւ գրնա որակվիլ ցեղային զդումի շարունակություն։ Արցախահայության վերադարձի իրավունքը, որ ամրագրված է ՄԱԳ-ի եւ միջազգային համաձայնագիրներու մեջ, կմնա անիրագործելի Ադրբեջանի մերժողական քաղաքականության պատճառով։ Այս քայլերը կվկայեն Բաքվի նպատակը վերջնականապես վերացնելու հայկական ներկայությունը Արցախի եւ Արևմտյան Հայաստանի տարածքներուն մեջ։ 2020 թվականի հոկտեմբեր 8-ին Բաքվի զինված ուժերը ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Այս վայրագործողությունը, որն ուղղված էր ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ժառանգության դեմ, դարձավ մշակութային ցեղասպանության խորհրդանշական դրսևորում։ Հայ ժողովրդի համար հոգևոր խորքային նշանակություն ունեցող այս սրբավայրի ռմբակոծումը միջազգային բազմաթիվ գազམ་ագերբություններու եվրոպական հանձնաժողովի կողմէ արժանացավ խիստ քննադատության։ Սակայն նման դատապարտումները բավարար չեն կանխելու մշակութային արժեքներու շարունակական ոչնչացումը Արցախի բնակրաված տարածքներուն մեջ։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը իր հայրենի հողին եւ հոգեվոր ժառանգության անկախտելի է։ Միջազգային հանրությունը պարտավոր է գործական քայլերով ապահովել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, կանխել անոր յուրացումը եւ աջակցել արդար վերադարձին։ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի համոզումով Հայաստան ի վիճակի չէ Արցախի հարցով բանակցել Ադրբեջանի հետ։ Արցախցիները պետք է ներկայացվին Արցախի մեջ խաղաղության զվիթերական նախաձեռնության միջոցով։ Որոշ կառավարություններ, որոնք հենված են աշխարհակահաղական շահերու վրա եւ ոչ ժողովրդի իրավունքներու վրա, կբնթեն, թե Հայաստան պետք է բանակցի Արցախի հարցով Ադրբեջանի հետ։ Այդպես չէ։ Հստակ է, որ Հայաստան չի կրնար բանակցել Արցախի հարցով։ Ուստի Արցախի ժողովուրդը գարիքն ունի ներկայացվել
դեղեկացվածության։ Շնորհակալություն բարոն Վոնդոբելին իր նախաձեռնության համար, ըսած է Մորենը Օկամբո։ Ան ավելցուցած է. Արցախի ժողովրդին պաշտպանելը բայկար է հանուն քաղաքագործության։ Մորենը Օկամբո թրագան գվերապերի 2023-ի օգոստոս 8-ին Վաշինգտոնի մեջ երագող մստորագրություններուն։ Սակայն ան նկատեր է, որ համաձայնագիրը պաշտոնապես չի ներառել Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդին եւ բադանտներու հարցը։ Այդ պատճառով ալ Էրիկ Վոնդոբելի նախաձեռնությունը շատ կարևոր է։ Ան նաեւ ընդգծեց, որ շարք մը խորհրդարանականներ Միացյալ Նահանգներեն, Միացյալ Տակավորություն եւ Եվրոպական միություն հանդես կուքան արցախցիներու վերադարձին եւ Բաքվի մեջ ապօրինաբար բահվող հայ բադանտներու հայրենադարձի ուղղությամբ։ Իրավապանը նաև հիշեցուց, որ 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանը հիմնվելով Ադրբեջանի Հանրապետության կողմէ ռասայական խտրականության բոլոր ձևերու վերացման մասին կոնվենցիայով ստանձնված պարտավորություններուն վրա բարդատրեց ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքած են Լեռնային Ղարաբաղ 2023-ի սեպտեմբեր 19-ին ետք եւ կփափակին վերադառնալ Արցախ, գարենան այդ կատարել անվտանգ, անարգել եւ արագ կերպով։ Անոր խոսքով Արցախի մեջ խաղաղության զվեցերական նախաձեռնությունը նոր թափ կստանա եւ անհրաժեշտ է աջակցել այդ գործին։ Պետք է նշել, որ արցախահայերը լիազորած են Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանին զանոնք ներկայացնելու միջազգային բոլոր ադյաններուն մեջ ազատ, դեղեկացված եւ ամբողջովին գիտակցված համաձայնության հիման վրա։ Արցախահայերու իրավունքներու ովևէ այլ մեկնաբանություն կասկածի տակ կտնե անոնց ինքնորոշման իրավունքը եւ անոնց իրավական հիմքերը։ Բարոն Էրիկ Վոնդոբելի աշխատանքը բարձր կգնահատվի եւ կհամալրե մարդու իրավունքներու եվրոպական դատարանին մեջ ընթացող գործընթացները։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։